Ողջույն բոլորին, շնորհակալություն, որ այստեղ եք։ Պարոն Գալստյանը հակիրճ ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, ես փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել նաև գրքի բովանդակությունը։ Սկսեմ նրանից, թե մենք ինչպես սկիզբը դրվեց աշխատանքի, հարց է առաջանում, թե ինչու է հարկավոր, ինչու է անհրաժեշտ հիշատակել պատերազմը եւ նրա զոհերին, սա հատկապես ազգագրագետների, մարդաբանների համար մեկ այլ կարևորություն է ստանում, մարդաբանների համար կարևոր չէ, թե ինչպես է պետք հիշատակել եւ այլն առաջնային, այլ հատկապես թե ինչ կարևորություն ունի պատերազմի եւ նրա զոհերի հիշատակումը համայնքի համար։ Կարևորություն ունի համայնքի համար, քանզի այդ զոհերը, այդ մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհել են, նրանք զոհել են իրենց կյանքը համայնքի խմբային շահի համար, իսկ այդ համայնքի արժեհամակարգը, նրա ինքնանույնացումը պետք է լինի այնպիսին, որի համար հետագայում էլ զինվորները պատրաստ լինեն զոհել իրենց կյանքը։ Այս պատճառով էլ խնդիր առաջացավ պարզել, թե Արցախյան երկրորդ պատերազմից հետո ինչպես է այս հուշարձանացման գործընթացը տեղի ունենում, ովքեր են հեղինակները, որտեղ են տեղադրվում, ինչպես են փորձում հիշատակել, որպեսզի հասկանանք, թե հետագայում ինչպիսի ինքնանույնացում կստեղծվի համայնքի Հայաստանի Հանրապետության բնակչության համար, որպեսզի հետագայում էլ, այսպես ասած, զինվորները պատրաստ լինեն կյանքը իրենց զոհել այդ հայրենիքի համար։ Հետագայում մենք այս ամենը պարզելու համար դեռ հենց պատերազմի նույնիսկ դեռ չէր ավարտվել, մենք որոշակի նյութ վերցրեցինք, ըստ որի հավաքեցինք, որի համաձայն հուշարձաններ արդեն պատերազմի դեռ մինչև ավարտն էին տեղադրվել, պանթեոններ էին կառուցվել նույնիսկ նոր եւ հանրային տարածքներում էին հուշարձաններ հայտնվել։ Եվ մենք խնդիր դրեցինք հարցազրույցներ անել այդ մնեմոնիկ դերակատարների հետ, այսինքն այն մարդիկ, ովքեր նախագծում են, հեղինակում են, ֆինանսավորում են եւ հետագայում նպաստում են, որպեսզի այդ հուշարձանները տեղադրվեն։ Խոսենք մի փոքր հիշատակման պրակտիկաների ուսումնասիրման տեսական մոտեցումների մասին, քանզի որ սա գրքի ստեղծման համար առանձնահատուկ կարևոր մասն է կազմում։ Մենք ուսումնասիրելով համաշխարհային գրականությունը եւ տեղի հայրենական որոշեցինք օգտվել տեսական հիշողության, պատերազմի եւ հիշատակման հիմնական երկու մոտեցումներից, որոնցից մեկը կենտրոնանում է հիմնականում քաղաքական ասպեկտի վրա պատերազմի եւ նրա զոհերի հիշատակման, նշելով, որ սա հետագայում այդ մնեմոնիկ դերակատարները, այսինքն հուշարձան տեղադրողները, դա կլինի պետություն, համայնքային իշխանություններ, թե անհատներ, փորձում են օգտագործել այդ նախկինում, ինչպես նշեցի, այդ համայնքի ինքնանույնականացման, արժեհամակարգի ստեղծման համար, որի համար հետագայում արժի զոհվել։ Իսկ երկրորդ մոտեցումը խոսում է հոգեբանական ասպեկտի մասին, այստեղ խոսքը գնում է վշտի, սգո մարմնացումը հուշարձանների եւ տարբեր հիշատակման պրակտիկաների մասին, այսինքն այդ այսպես ասած վշտի հուշարձանացումը, որը տեղի ունենում հիմնականում բարեկամների, հարազատների, հարևանների, զոհերի կողմից եւ հիմնականում համաշխարհային ակադեմիական գրականության մեջ հիմնականում տեսնում ենք, որ այս երկու մոտեցումները չասեմ մրցակցում, սակայն միմյանցից հիմնականում անկախ են գործում, հետագայում նաեւ մենք անդրադարձել ենք նաեւ երրորդ մոտեցմանը, դա բանավոր պատմությունների մոտեցումն է եւ մեր աշխատանքի, այսպես ասած, հիմքը կազմել են այս փորձ ենք կատարել, գնել այնպիսի աշխատանք, որի հիմքում այս երեք մոտեցումներից վերցրել ենք հիմնական բաղադրիչները, փորձել ենք միմյանց հետ համադրել եւ ստանալ մի տեսամեթոդաբանական հիմք, որով կարող ենք հետազոտել, ներկայացնել, ուսումնասիրել այս հիմնահարցը։
Պարոն Գալստյանը հիմնականում հետազոտական մեթոդաբանական մասին անդրադարձավ սահմանամերձ համայնքներում, սակայն նշեմ մենք փորձել ենք հիմնականում հասկանալ, թե սահմանային բնակավայրերից, գյուղերից, քաղաքներից դեպի մարզկենտրոն ինչպես է փոխվում այս հիշատակման պրակտիկաները, տեսնել արդյոք սահմանամերձ հատվածներում ավելի էմոցիոնալ է, վիշտը սուքա այլ ձև է արտահայտված կամ ապագայի տեսլականը ավելի, այսպես ասած, լավատեսական է, թե վատատեսական եւ տարբերությունը մարզկենտրոնների։ Նաեւ Երևանում ենք փորձել այսպես ասած դիտարկել հուշարձանները, նրանց տեղադրման շարժառիթները, որպեսզի հասկանանք նաեւ թե հենց հանրապետության կենտրոնում կա արդյոք տարբերություն սահմանամերձ բնակավայրերի եւ այնտեղի մարզկենտրոնի միջեւ։ Նշենք նաև, որ ճիշտ է պետք է նաև հաշվի առնենք առաջին Արցախյան պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրները, պրակտիկաները, նաև ապրիլյան պատերազմի, որոնք իհարկե այդ պրակտիկաները ինչ-որ չափով վերարտադրվել են եւ հիմք են հանդիսացել այս նոր պատերազմի հուշարձանացման պրակտիկաների համար։ Սա օրինակ տվյալ նկարում Կիրանց գյուղն է, որտեղ առաջին պատերազմի զոհերի եւ երկրորդ պատերազմի զոհերի հուշարձանները տեղադրվել են, համալրվել են, այսինքն այդ բանը հիշողության շարունակության պրակտիկան նկատում ենք, սա Սարիգյուղ համայնքն է Տավուշի մարզի, որտեղ տեսնում ենք հայրենական պատերազմի, առաջին պատերազմի եւ երկրորդ պատերազմի հուշարձանները մեկ տարածքում, սակայն մեր հետազոտությունը ցույց տվեց, որ նոր փոփոխություններ կան, այս պրակտիկաները չեն մնացել առաջին երկրորդին եւ հիմնականում սրա հիմքը պատճառը այն է նաեւ, որ մենք տվյալ դեպքում գործ ունենք, այսպես ասած, պարտված պատերազմի հուշարձանացման եւ հիշատակման հետ, որը ավելի բարդ խնդիր է ուսումնասիրելու համար նրա դրսևորումները ավելի բազմաշերտ են, քան հաղթական պատերազմի դեպքում այստեղ հայտնվել են ավելի նոր դերակատարներ, այսպես ասած մնեմոնիկ դերակատարներ, մեր կառավարությունից, քաղաքային իշխանություններից, բացի հասարակական կազմակերպություններ, բարերարներ, իհարկե անհատներ, զոհվածների ծնողներ, բարեկամներ, հարևաններ, որոնք փորձել են, որոնք ոչ թե փորձել են, այլ հենց դարձել են այս հուշարձանացման դերակատարներից եւ այս նրանք հիմնականում մենք ինչպես դիտարկել ենք պարզվում է որ նրանք այսպես ասած բանակցությունների մեջ են եղել միմյանց հետ որպեսզի կարողանան իրենց տեսլական այդ հուշարձանները հուշարձանացումը կատարածեն քանզի այն սա գործընթաց է այսինքն հանրային տարածքում համայնքի տարածքում ցանկացած մարդ չի կարող որևիցե հուշարձան տեղադրել այն պետք է ավականու կողմից հավանության ստանալ, սակայն տեսնում ենք, որ այսպիսի պատերազմ, զոհեր, այսպիսի էմոցիոնալ իրավիճակում շատ դեպքերում ծնողներ, հարևաններ, բարեկամներ, նույնիսկ առանց ճշտելու, հարցնելու, դիմելու հանրային վայրերում տեղադրել են տարբեր զանազան հուշարձաններ, որոնք ճիշտ է խնդրահարույց էին այդ մեր հարցազրույցները փորձագիտական այդ համայնքապետերի, համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն նրանք նույնպես նշում են, որ սա այնպիսի հարց է էմոցիոնալ, որ ուղղակի պարզապես չեն կարող գնալ ասել եւ որ պետք է այդ հուշարձանները չտեղադրեք կամ բանել, այլ բանակցությունների միջոցով փորձել են գոնե մեր փորձը ցույց է տալիս, որ ենթադրենք շատ հանրային վայրից մի փոքր այդ վշտի արտահայտում հուշարձանները տեղափոխել ավելի հանրային սակավ ակներև հատվածներ եւ բացի դրանից այնտեղ նույնիսկ նշում եմ որ ջրմուղն է մասնակից լինում, որովհետեւ ջրմուղի հետ ավելի հեշտ էր հարց, այսպես ասած, լուծել խնդիրները ցայտ աղբյուրների, հուշ աղբյուրների տեղադրման հարցերում մի փոքր խոսենք պաշտոնական հուշարձանացման պրակտիկաների մասին, կառավարություն, համայնքային իշխանություններ, սա կառավարության կողմից գիտեք հաստատված ծրագիրն է, որտեղ պետք է վերջնական արդյունքը պետք է լինեն կենաց ծառի տեղադրումը եւ զոհերի նվիրված
այստեղ հուշարձան հենց չի լինելու, սա պաշտոնական մոտեցումն է, այլ հիշատակային ծառեր են տնկվելու եւ խորհրդանշելու է զոհերի բոլոր պատերազմների եւ հատկապես այս վերջին այդ զոհերի, այսպես ասած, զոհողությունը հանուն դեպի Հայաստանի Հանրապետության ապագայի Սակայն մոտեցումը կառավարության կողմից այդ հուշարձանացման բացակայությունն է, նույնիսկ վարչապետը վերջերս նշեց, որ այդ խաչքարերի բանից պետք է մենք փորձենք հրաժարվել, անցնել այլ մոտեցումների, սակայն տեսնում ենք, որ արդեն համայնքային իշխանությունների մակարդակում այլ դրսևորում է ստանում, համայնքային իշխանությունները հիմնականում փորձում են այս հուշարձանային պրակտիկան վերարտադրել, նույնիսկ իրենք նախաձեռնություններ անել Սա Տավուշի մարզի Սևքար գյուղում է, որտեղ տեղադրվել են երկրորդ պատերազմի զոհերի երկու հուշարձաններ, գյուղի նախկին հերոսների հետ միասին, իսկ քարի վրա նշվել են նաև գյուղի մյուս ավելի շարքային զինվորների այսպես ասած անունները, որը որոշակի տեսնում ենք, որ խնդրահարույց է դարձել, որովհետև մյուս զոհերը նշում էին, բա մեր երեխաները ինչով էին պակաս, որ պետք է միայն ասպայական կազմի ներկայացուցիչների հուշարձանները տեղադրվելն, իսկ մեր երեխաների անունները ուղղակի գրվեր, որից հետո այսպիսի մի կոմպրոմիս գտնվեց համայնքում, այդ գրաֆիտիների տեսքով, որը արդեն համայնքային իշխանություններից դուրս տեղի բնակչության ներկայացուցիչների կողմից նախաձեռնություն էր, սակայն այստեղ նույնպես տեսնում ենք, որ այդ հիերարխիկ բանը պահպանվել է ինչ-որտեղ։ Սա նույնպես Տավուշի մարզի համայնքներից մեկում է, տեսնում ենք, որ այդ գրաֆիտիները շատ սա Աճարկուտ գյուղում է, Տավուշի մարզում, սա նույնպես այդ բանակցությունների արդյունք է համայնքային բնակչության եւ զոհվածի ծնողները այդպես միասնական որոշել են տարածքը, հուշարձանը, որտեղ ինչպես տեսնում եք այն մանկական խաղահրապարակում է տեղադրված եւ բոլոր համայնքի միջոցառումները այստեղ են իրականացվում եւ այն նաեւ համայնքի առօրյայի շատ կարեւոր մասն է կազմում։ Սա նույնպես այստեղ արդեն գործ ունենք բարերարները նույնպես հանդես են գալիս որպես կարևոր դերակատար այս հուշարձանացման գործում, սա Ուկրաինայի բարերարների միջոցներով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում տեղադրված հուշարձանն է, տվյալ դեպքում նաև համայնքային իշխանությունները որոշակի այսպես բանակցությունների մեջ են մտել, քանզի բարերարները ցանկանում են, որ հուշարձանը պատկերի համայնքի բոլոր զոհերին, սակայն համայնքի ղեկավարը մեզ հետ հարցազրույցում նշեց, որ մինչև հուշարձանը կառուցում էին, այդ ընթացքում համայնքից նորից զոհեր եղան եւ նա նշեց, որ վստահ եմ էլի կլինեն զոհեր, այդ պատճառով որոշվեց, որ ուղղակի անանուն զինվորներ լինեն, որոնք պատկեր են ընդհանուր հայ զինվորի, այսպես ասած, պատկերը լինեն։ Նշելով, որ չենք կարող անընդհատ երբ նոր զոհ լինի, նրա հուշարձանը անընդհատ ավելացնել եւ այս հուշարձանը պետք է լինի մեր ապագա նահատակների հիշատակող այսպես մարմնացում։ Մյուս կարևոր հարցը, որին անդրադարձել ենք, դրա հիշողությունների տարածքների ընտրությունն էր, սա կարևոր էր, քանզի համայնքային իշխանությունները, կառավարությունները հիմնական նրանց, այսպես ասած, նրանք փորձում էին պանթեոնային մեկ ընդհանուր քաղաքային համայնքային բնակչությունից հեռացված տարածքներում, այսպես ասած, պատերազմի հուշարձանացումը իրականացնել առաջին պատերազմի, այսպես ասած, պրակտիկայի վերարտադրությամբ, ինչպես տեսնում եք, սա Կապանի պանթեոնն է, որտեղ առաջի պատերազմի զոհերի հետ մեկտեղ նաև երկրորդ պատերազմի զոհերն են հիշատակված։ Սա Սիսյանի պանթեոնն է, որտեղ նույնպես առաջի պատերազմի զոհերի հետ մեկտեղ նաև երկրորդ պատերազմի։ Սա Գորիսինն է, որը իրականացվել է դեռ պատերազմի ընթացքում, իսկ սա ապագա ծրագիրն է, որտեղ նաև մատուռ պետք է կառուցվի կաթողիկոսի նաև համաձայնությամբ։
Սա Քաջարյանի այսպես կոչված Պանթեոնն է, նրա այս Պանթեոն, որ ասում եմ, դա հենց ներքին համայնքային իշխանությունների օգտագործված բառն է, նրանք այդպես են բնորոշում եւ հիմնական նշում են, որ փորձում են հենց Երևանի այդ բանի Պանթեոնի նմանությամբ այն իրականացնել։ Սա Ջերմուկ համայնքում է, սա Եղեգնաձորում այսպես ընդհանուր հուշարձան է։ Մյուս տարածքը, որը ամենաշատն ենք մենք տեսել, որը օգտագործում է, դա դպրոցների բակերն են, հիմնական տարբերությունը օրինակ առաջի պատերազմի, որը մենք դիտարկել ենք նաև, որ այստեղ ժամկետային զինծառայողներն են մեծ մասը կազմել զոհերի, ովքեր հենց կարելի ասել մի քանի ամիս առաջ նոր դպրոցը լքել եւ եկել էին, այդ պատճառով ծնողների, դպրոցի տնօրենների համայնքի ղեկավարության, այսպես ասած, բանակցությունների արդյունքում որոշվում էր, որ դպրոցը կարող է դառնալ այդ հուշարձանների տեղադրման ամենալավ տարբերակներից մեկը, նրանց կարծիքով։ Սա Գորիսում նույնպես դպրոցի բակում տեղադրված հուշարձան, սա նույնպես Գորիսում դպրոցի բակում տեղադրված հուշարձան։ Մյուս հուշարձանացման տարբերակը մատուռների, եկեղեցիների կառուցումներ, որոնք հիմնականում ծնողները կամ բարեկամները, ովքեր որ կառուցել էին, նշում էին, որ երազ են տեսել, որդին է ցանկացել կամ ժամանակին որդին փափագ է ունեցել, որ համայնքում եկեղեցի լինի եւ սրա միջոցով եւ փորձել են որդու իշատակը հավերժացնել եւ համայնքում եկեղեցի կառուցել։ Մյուսը արդեն գալիս ենք համայնքային հանրային տարածքներ, որտեղ արդեն ծնողների, բարեկամների, հարևանների հիմնականում կողմից տեղադրվում են հուշարձաններ, նրանց տան, այնտեղ որտեղ նրանք ապրել են, աշխատել են, սովորել են, այդ խաչմերուկներում, բանուկ հատվածներում տեղադրվում են զանազան հուշարձաններ։ Եվ այսպես ասած փորձվում է այդ անհատական վիշտը բերել հանրային տարածք։ Տեսնում ենք նրանց տան դիմաց կառուցված հուշարձաններ, սա նույնիսկ սա խանութի աջ հատվածում տեսնում եք խանութի անկյունում տեղադրված հուշարձան, որ այդ խանութի տերը ուղղակի կառուցել է զոհվածների հիշատակին։ Մյուս հարցը, որին ավելի փորձել ենք մանրամասն անդրադարձնել, դա այդ սահմանամերձ դարձած բնակավայրերն էին, որոնցից օրինակ Ջերմուկը, որը լինելով առողջարանային քաղաք, այդ սահմանամերձ դառնալուց հետո, այսպես ասած, իր քաղաքային ինքնության բաղադրիչները սկսում է փոխել, այդ ազգային, ազատագրական ինքնությունը սկսում է ավելի կարևոր դեր կազմել այստեղ։ Ջերմուկում դեռ առաջին պատերազմի ժամանակվանից այդ պուրակում տեղադրված հուշարձան մի քանի գերեզմաններ էին նույնիսկ տեղադրվել, այդտեղ հուշաքար էր տեղադրվել, որը նշում էր, որ պետք է հուշարձաններ տեղադրվեն, սակայն ինչպես նախորդում տեսանք, հետագայում Պանթեոն է կառուցվել եւ առաջին եւ երկրորդ պատերազմի զոհերը հուշարձանները տեղադրվել են այդ Պանթեոնում։ Սակայն Ջերմուկում այդ բանը շարունակում է, նույնիսկ Շուշիում այդ ավիրված Վազգեն Սարգսյանի հուշարձանը նույն կրկնօրինակը տեղադրվել է Ջերմուկ քաղաքում, այս ինչպես նշում էին նրանք պայքարի, այդ պայքարի շարունակման համար։ Սա Ջերմուկի հանրային վայրերում տեղադրված հուշարձաններն են, սա եկեղեցու բակում։ Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ օրինակ Սյունիքի մարզում առաջի պատերազմի հուշարձանացումը հիմնականում մեծամասնությամբ կրկնվել է։ Առաջին պատերազմը նույնպես այս հուշաղբյուրներով էր արտահայտված, երկրորդ պատերազմում նույնպես բազմաթիվ հուշաղբյուրներ ենք արձանագրել քաղաքի հանրային տարբեր զանազան վայրերում։ Սա Գորիսի հանրային վայրերում տեղադրված հուշարձաններն են։ Մյուս մեր գրքի ամենաառանցքային մասերից մեկը այդ հիշատակման պրակտիկաներն են, ճիշտ է, այդ պաշտոնական պրակտիկաները, որոնք առաջին պատերազմին ապրիլյան պատերազմի ժամանակ դրանք վերարտադրվել են, սակայն
տեսնում ենք տարբերություններ, օրինակ ծնողների կողմից բացված հուշարձաններ, որտեղ ծնողները երբեմն նախընտրում էին օրինակ պաշտոնյաներից ոմանց չհրավիրել, այսպես իրենց վիշտը առանձին արտահայտել պաշտոնականից բացի ոչ ֆորմալ ձևով, բացի այդ ամենակարևորներից մեկը նաև վշտի վիրտուալ սուքներ, որը առաջին պատերազմի ժամանակ չկար, իսկ ապրիլի ժամանակ դեռ նոր էր սկիզբ առնում, այս սոցիալական ցանցերում, Facebook-ում, Instagram-ում, տարբեր տեղերում նույնիսկ կայքեր էին բացվում, որտեղ նրանց զոհերի նկարները, նրանց հուշարձանները տեղադրվում էին նրանց ծննդյան, այդ զոհվելու տարելիցի ժամանակ անընդհատ այդ նրանց նկարներն են գցում եւ այսպես ասած նրանց բարեկամները համայնքը անընդհատ ցկում է զոհերի հիշատակը, որը այդ առանձնահատուկ տարբերություններ առաջին պատերազմի համեմատ Սրանք այդ հիշատակման անկյուններն են, որոնք բոլոր մեր հարցազրույցների ժամանակ զոհերի տներում առկա էին, նրանց նվիրված գրքեր, ալբոմներ, ինչպես նաև այդ պրակտիկաներից նշեցի, նաև այդ առօրյայում, երբ հուշարձանները տեղադրվում են այնպիսի վայրերում, օրինակ մանկապարտեզների դիմաց, դպրոցների բակում, խաղահրապարակներում, որտեղ երեխաները անընդհատ խաղում են եւ հաղորդակցվում են այս հուշարձանների հետ։ Կարճ փորձեմ եզրակացություններ ասել, մենք այսպես փորձեցինք հասկանալ, թե ովքեր են այս պատերազմի հուշարձանացման դերակատարները, պարզվեց, որ դերակատարները բացի պաշտոնականից նաև ոչ պաշտոնական ծնողները, բարեկամները, հարևանները, բարերարները, որոնք սակայն ոչ թե հիմնականում առանձին են գործում, այլ այսպես ասած միմյանց հետ հաղորդակցվելով փորձում են այդ հիշողության լանդշաֆտը կառուցել Հայաստանի համայնքների հանրային տարածքներում։ Ճիշտ է, բարդ խնդիրներ առաջացել են, եղել են դեպքեր, որ ծնողները նշում էին, որ մեր որդիները այսպես փորձելով իմաստավորել նրանց նահատակությունը, զոհաբերությունը իրենց կյանքի, նշում էին, որ նրանք բանակը չի պարտվել, այլ մեր որդիները հաղթանակած են, այլ պետության կողմից, կառավարության կողմից այդ եղել են քայլեր կամ դավաճանություն է եղել, այսինքն փորձում են իմաստավորել, որ իրենց որդիները եւ հայոց բանակը հաղթանակած է եղել, իրենց որդիները հերոսներ են։ Մյուս մասը նշեցի, որ կարևորել ենք այդ տարածքները, որտեղ տեղադրվել են, եթե պաշտոնական այս հիշատակման պրակտիկաները հուշարձանացումը փորձել են տանել պանթեոններ եւ համայնքային, այսպես ասած, ոչ հանրային տարածքներ, ապա ծնողները փորձել են իրենց անհատական վիշտը բերել դեպի հանրային տարածք։ Եվ ինչպես նշեցի, այդ առօրյայում, երբ երեխաները, իրենց դասընկերները, դպրոցականները հաղորդակցվում են այդ հուշարձանների հետ, հաջորդ փուլը դա հենց վիրտուալ սուքի հանդես գալն էր, որի միջոցով ծնողները ավելի հաճախ եւ դեռ շարունակաբար կարողանում են հիշատակել իրենց որդիների հիշատակը։